Ազգային ժողովի դիմաց մի խումբ քաղաքացիներ այսօր փողոքի ցույց էին անցկացնում ընդդեմ ՀԱՊԿ շրջանակում հակաօդային պաշտպանության համակարգերի միավորման։ Ցուցարարների համոզմամբ դրանով Հայաստանը հակաօդային պաշտպանության ոլորտում իր ինքնուրույնությունը զիջում է Ռուսաստանին։ Պաշտպանության նախարարությունը մինչդեռ մտահոգվելու առիթ չի տեսնում եւ նշում է, որ Հայաստանի հակաօդային ուժերը պահպանում են իրենց անկախությունը։ Civilnet-ին ՊՆ-ից պարզաբանել էին, որ համաձայնագրով Հայաստանն իր ամբողջ ՀՕՊ համակարգը չէ, որ տրամադրում է միավորված տարածաշրջանային համակարգին։ Ցուցարարները մինչդեռ նկատում են, որ Հայաստանի տարածքը որպես առանձին շրջան ներառված է Ռուսաստանի հարավկովկասյան զինվորական օքրուգի պատասխանատվության ներքո։ Դառնում ենք այս համաձայնագրով ուրիշ պետության զինված ուժերի ենթակայությամբ գործող ենթա բաղադրիչ։ Սա մեր զինված ուժերի կառավարման եւ մեր ինքնիշխանության նկատմամբ ուղիղ ոտնձգություն է։ Ըստ Պաշտպանության նախարարության պարզաբանման Հայաստանի Հանրապետության պետական սահմանի ներքո առանձնացվում է հավաքական անվտանգության առանձին շրջանի հակաօդային պաշտպանության միավորված համակարգ, որի համատեղ գործողությունների կառավարումը համաձայն համաձայնագրի 6-րդ հոդվածի 3-րդ մասի իրականացնում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորքերի պետը։ Մենք պետք է հասկանանք, որ ընդհանուր ղեկավարում տերմինը, որով ձևակերպվում է Ռուսաստանի մասնակցությունը կոնկրետ դեպքում Հարավկովկասյան զինվորական օքրուգի հրամանատարության մասնակցությունը կառավարմանը, դա հենց ռազմավարական կառավարում։ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն ասում է, որ համաձայնագիրը ամբողջությամբ բխում է Հայաստանի եւ Ռուսաստանի միջև գոյություն ունեցող ռազմատեխնիկական համաձայնագրերի ոգուց ու տրամաբանությունից։ Եվ չի ենթադրում, որ Հայաստանի Հանրապետությունը իր օդային տարածքի ռազմական պաշտպանության խնդիրները փոխանցում է երրորդ երկրին։ Նման խնդիր գոյություն չունի։ Ընդհակառակը այս համաձայնագիրը հնարավորություն է ստեղծելու, որպեսզի գոյություն ունենան իրավական հիմքեր համատեղ հակաօդային պաշտպանության խնդիրներ իրականացնելու, համատեղ հակաօդային պաշտպանության ուղղված սպառնալիքները չեզոքացնելու, դրանք հայտնաբերելու եւ համատեղ գործողություններով այդ վտանգները չեզոքացնելու համար։ Ուղղակի մարդիկ չեն կարդացել համաձայնագիրը եւ այսպես երևակայական մեկնաբանություններ են անում կամ օդից իրականությունից կտրված մեկնաբանություններ են անում։ Զաքարյանը վստահեցնում է, Հայաստանն իր հակաօդային պաշտպանության զորքերի ղեկավարման ինքնուրույնությունը չի զիջում։ Ի վերջո, ինչն է Հայաստանին ստիպել կնքել այս համաձայնագիրը։ Այո, Հայաստանի օդային տարածքը ամբողջությամբ մեր հակաօդային պաշտպանության համակարգը կարողանում է անվտանգ պահել, բայց խոսքը գնում է Հարավկովկասյան տարածաշրջանի մասին, եւ որպեսզի մենք ավելի հանգիստ լինենք, բնականաբար մեր շուրջը մեզ շրջապատող այսպես օդային տարածքում եւս պետք է կարողանանք համատեղ անվտանգություն ապահովել։ Ռուսաստանը հակաօդային պաշտպանության միասնական տարածաշրջանային համակարգ ստեղծելու համաձայնագիր կնքել է նաև Ղազախստանի ու Բելարուսի հետ 2013 եւ 2009 թվականներին։